հրթիռները տեսականորեն այն տրվում է Ուկրաինային, հա, հրթիռների աշխատացնելու համար ինչա պետք, ուրեմն առաջին տեղանքի թվային քարտեզ, որը Ուկրաինան չունի։ Երկրորդ Ռուսաստանի հոբ այդ տարածքի ամբողջ զինվածությունը, որը Ուկրաինան չունի, դա տիզերանավերից է, հա, նկարվում, տրվում։ Մյուսը թրիչկային ծրագիրն է, ուրեմն ծրագիրը, տեխնիկան եւ մասնագետը։ Ես նշեցի 5 կոմպոնենտ, այս 5 կոմպոնենտը Ուկրաինան չունի։ Հետեւաբար որ պայն այդ հրթիռը Ուկրաինայի տարածքից թիրախավորեց եւ տարածեց, որ այո, եւ այստեղից ռուսները բնականաբար պատասխան են տալու ավելի խիստ Ուկրաինայում, ես չեմ բացառում տեսականորեն նաեւ եվրոպական երկրներին։ Իսկ ատոմային բանի այո, հիմա գնում է, եթե այդ սրացումները գնաց Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան այդ հրթիռները տրամադրեցին, իսկ իրենց մոտ արդեն կա որոշում տրամադրելու, ես չեմ բացառում, որ ռուսական կողմը այո, նաեւ տակտիկական միջուկային զենք օգտագործի։